Թամարա թե Անի եւ Թամարա երկու ընկերությունների անունները շփոթության մեջ են գցել սպառողներին։ Արդյունքում Թամարա ընկերության ծավալները 40%-ով նվազել են։ Թամարա ընկերության տնօրենի խոսքերով իրենք վնաս են կրել նաեւ վերջերս մամուլում հրապարակված այն լուրից, թե կարագի անվան տակ սպրեդ են արտադրում եւ իրացնում։ Թամարա ընկերությունը հրապես սպրեդ չի արտադրում։ Մինչդեռ սպրեդը արտադրում է Անի եւ Թամարա ընկերությունը։ Թամարա ընկերությունը չի պատրաստվում դիմել Անի եւ Թամարա ընկերությանը եւ պահանջել փոխել իր անունը։ Խաչատուր Պողոսյանը միայն մեկ խնդրանք ունի լրատվամիջոցներին։ Ուղղակի նշվի, որ Անի ապրանքանիշով բաց թողող այս կազմակերպությունը, որտեղ իրանց ապրանքը բաց են թողում Անի ապրանքանիշով։ Իսկ որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե Թամարա ընկերությունը պատկանում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Այդպիսի բան բանգորություն չունի։ Պարոն Պողոսյանն այսօր նույնիսկ անիմաստ համարեց անդրադառնալ վերջերս ծննդի անվտանգության տեսչության այն հայտարարությանը, թե Թամարայի կաթի մեջ սոդա է հայտնաբերվել։ Սոդան չի ներկայացնում իրենց կոնսերվանտ, որ կարողանա ազդել միկրոֆլորայի վրա եւ դրա այդ կաթնամթերքի, այսինքն խոսքը գնում է պաստերիզացված կաթի ժամկետը երկարացնելու։ Փոխարենը պարոն Պողոսյանին կասկածների տեղիք է տալիս, թե ծննդի անվտանգության պետական տեսչությունը ինչպես է բացահայտել սոդայի արկայությունը կաթնամթերքում։ Համատարած բոլոր արտադրողների արտադրանքի մեջ է ցույց տալիս, եթե ինչ-որ 1-2-ի մեջ ցույց տար, կարելի է ինչ-որ բաների մտածել։ Նրա կարծիքով պետք էր կրկնակի հետազոտություն կատարել եւ նոր հայտարարություն տարածել։ Սուսաննա Պողոսյան, Սևակ Մեսրոպյան, EPF